Армения может исчезнуть просто с карты. Ադրբեջանցի պատգամավորը շատ ուղիղ ու անթաքույց սպառնալիք է հնչեցնում, ասելով, թե Հայաստանը կարող է քարտեզից վերանա, եթե չկատարի ադրբեջանական պահանջները, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հարապետյանը եւ շարունակում. Ադրբեջանից եկող ագրեսիվ ազդակները պետք է լսել, հասկանալ, տեսնել, ճիշտ գնահատականներ տալ, աշխատել միջազգային արտաքին ու տարածաշրջանային դերակատարների հետ, վտանգավոր զարգացումները ճիշտ ժամանակին կանխելու համար, այլ ոչ թե ջայլամի պես գլուխը մտցնել հողի տակ ու ձևացնել, թե ամեն ինչի ասքան չէ եւ խաղաղությունն էլ իբրև շատ մոտ է։ Քարոզչական ագրեսիվ տրամադրությունները Ադրբեջանում ոչ միայն չեն պասիվանում, այլև Ալիևի Անկարա կատարած այցից եւ թուրքական հողում հնչեցված հայտարարություններից հետո նոր թափ են հավաքում։ Ընդգծելով, որ մեկ ազգ երկու պետություն կարգախոսով միավորված Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները բոլոր ոլորտներում մեծ հաջողություններ են գրանցում, հարաբերությունները մշտապես զարգանում են, Էրդողանը հատուկ շեշտադրում է պաշտպանության սեգմենտը։ Այս առիթով ուզում եմ ասել, Թուրքիան եւ Ադրբեջանը խաղաղության, հանգստության եւ բարգավաճման կողմնակից են։ Մենք միայն խաղաղություն եւ համագործակցություն ենք ցանկանում մեր տարածաշրջանում, ցանկանում ենք միասին զարգանալ։ Այդ նպատակով մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկել եւ դրսեւորել ենք մեր անկեղծությունը։ Այսուհետ մենք վճռական ենք միասին իրականացնելու տարբեր ծրագրեր, ուղղված տարածաշրջանային խաղաղությանը, բարգավաճմանը եւ հանգստությանը։ Փաստորեն այսպես կոչված խաղաղությունն ըստ թուրք-ադրբեջանական ցեղասպան տանդեմի Նախիջևանը Ադրբեջանի պատմական տարածք հորժորջանքն է, որն իբրև ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից եւ չունի ցամաքային կապ խորհրդային վարչակազմի կողմից Արմենիան Զանգեզուրը Ադրբեջանից անջատելու եւ Հայաստանին փոխանցելու պատճառով։ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել էր Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին օկուպացնել Նախիջևանը, ինչպես արեցին Ղարաբաղի դեպքում։ Հայրս Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանը չգրավելու պատճառներից մեկը Նախիջևանի եւ Թուրքիայի միջև հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում։ Ամերիկացի վերլուծաբան Մայքլ Ռուբինը տարածաշրջանային հավակնությունների մասին իր հոդվածում կանխատեսումներ է անում Օսմանյան կայսրության փլուզման մասին։ Ըստ Ռուբինի 19-րդ դարից սկսած տասնամյակներ շարունակ եվրոպացիներն Օսմանյան կայսրությունը Եվրոպայի հիվանդ մարդ էին անվանում։ Սկզբում սուլթանները, այնուհետև նրանց անունից գործող այսպես կոչված ռեֆորմատորներն ավտոկրատ իշխանության էին ձգտում։ I largely agree with what Andy said that Վերջին տասնամյակների ընթացքում թուրքական իշխանությունները էթնիկ եւ կրոնական համայնքներին միմյանց դեմ են հանել իշխանությունը համախմբելու եւ Անատոլիայում էթնիկ զտումներ անցկացնելու նպատակով։ Ի վերջո, առաջին աշխարհամարտի ընթացքում եւ դրանից հետո դիվանագետների հարցը այն չէր, թե արդյոք Օսմանյան կայսրությունը կործանվում է, այլ այն, թե երբ է դա տեղի ունենալու։ Թուրքերը սիրում են գովաբանել Օսմանյան կայսրության փառքը դրա ծաղկման գագաթնակետին, սակայն խուսափում են դրա անկման պատասխանատվությունից, պնդելով, թե Թուրքիան սոսկ մասնատված կայսրությունից առաջացած իրավահաջորդ պետություն էր։ Սա պատմական լեգիտիմության մասին հայտարարելու միաժամանակ հույների, հայերի եւ ասորիների ցեղասպանությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար օգտակար բանաձև է։ Ըստ վերլուծաբանի այսօր պատմությունը կրկնվում է թեև ավելի փոքր մասշտաբով։ Թուրքիան գուցե Եվրոպայի հիվանդ մարդը չէ, բայց նրա բռնաբեդ Էրդողանը հիվանդ է։ Ինչպես Միացյալ Նահանգներում նախագահ Ջո Բայդենի դեպքում տարիքը հաղթել է հավակնություններին։ Ակնհայտ պատճառ կա, թե ինչու Էրդողանը գնալով ավելի առաջ մղում իր որդուն եւ Թեսային, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է զբաղեցնել նրա տեղը։ Էրդողանը վերակենդանացնում է եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի Օսմանյան ցեղասպան քաղաքականությունը ու բավականություն ստանում դրանից։ Մինչ Էրդողանը շարունակում է ժխտել ավելի քան մեկ դար առաջ կատարված ցեղասպանությունը, նա եւ իր հանցակից գործընկեր Իլհամ Ալիևը վերակենդանացնում են երիտթուրքերի պիեսը։ Շարունակում է Ռուբինը։ Հոդվածագիրը հիշեցնում է, որ հայոց ցեղասպանության առաջին համազարգը հայ պետական գործիչների եւ ինտելեկտուալների ձերբակալությունն էր։ Ահա թե ինչու Արցախի ղեկավարների ազատազրկումը Թուրքիայի աջակցությամբ հայաբնակ տարածքներ ադրբեջանական ներխուժումից հետո այնքան սահմռկեցուցիչ էր դրա համար։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։